Այժմի ամենաթարմ նորություններով եթերում Renews-ն է, ես Լիլիթ Մուրադյանն եմ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Եվ այսպես Փարիզի խաղաղության համաժողովից վերադարձած Նիկոլ Փաշինյանը առավոտը սկսել է արդեն ավանդական դարձած սրտիկով ու ոչ խաղաղ հակաեկեղեցական խոսույթով։ Խոսել է Մայր Աթոռի հայտարարության մասին ու նշել, որ Կիրակի Հովանավանքում տեղի ունեցածը պղծություն չէ։ Փաշինյանի համոզմամբ պղծությունը կուսակրոնության ուխտի խախտումն է, եկեղեցին արտահանման ներմուծման հարթակի վերածելը։ Մինչ այդ էլ ազգային ժողովի ամբիոնից ակնարկում էր, որ եկեղեցում KGB-ի գործակալներ կան։ Այս հայտարարությունների հետ կապված որևէ փաստ մինչև այժմ չի ներկայացվել, որովհետև ըստ իշխանականների տրամաբանությամբ, եթե եկեղեցին չի հերքում այդ ամենը, ապա հաստատում է։ Կարծում եմ կհամաձայնեք, որ այս բացատրությունը աբսուրդի ժանրից է։ Ինչպես հիշում եք, Մայր Աթոռը 3 հայտարարություն էր տարածել, նշել, որ իշխանությունների հովանավորությամբ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Սրանի պատասխան Նիկոլ Փաշինյանը կրկնել է, որ այս կիրակի շարունակելու են իրենց աղոթքները Հովանավանքում, ապա ավելացրել հետո նաև Մայր Աթոռում։ Արդյոք այս վերջին հատվածը նշանակում է, որ Փաշինյանն իր աջակիցների հետ գնալու է նաև Մայր Աթոռ, հավանաբար կիմանանք արդեն կիրակի։ Իդեպ Մայր Աթոռը հայտարարել է, որ Համենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով այս կիրակի նոյեմբերի 2-ին պատարագի ընթացքում կկատարվի հայրապետական մաղթանք, երբ Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Սկևրայի սրբերի մասունքների պահարանը։ Անցնենք առաջ, այսօր շրջակա միջավայրի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն են ազգային ժողովում եղել, ելույթ է ունեցել նաև Երևանի քաղաքապետը, 5 նոր ջրամբար կկառուցվի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նաև մետրոյի նոր կայարանի մասին է խոսել։ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում 2.5 միլիարդ դրամ, նոր կայարանի կառուցում 2 միլիարդ դրամ և ուղևորափոխադրման ծառայությունների գծով լիազորությունների իրականացում 1 միլիարդ դրամ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Եվրանեստի միջոցառմանը ադրբեջանական կողմի չմասնակցելը կապված է եղել բացառապես այդ կազմակերպության հետ ունեցած հարաբերությունների հետ և նրանք Հայաստան գալու խնդիր չունեն, նաև նշել, որ ակնկալում են, որ ադրբեջանական պատվիրակությունները կայցելեն Հայաստան, իսկ հայկականները Ադրբեջան։ Ես նաև խոսել եմ այդ ընթացքում, որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասը, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետությունը այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան գրի։ Տեսնենք ինչ կա աշխարհում, Ուկրաինայում մարտերն ու էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները շարունակվում են, իսկ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև է լարվածությունն աճում։ Բայց այս ամենին զուգահեռ կյանքը շարունակվում է, Ռումինիայում բացվել է հսկայական եկեղեցի, իսկ Միացյալ Նահանգներում տոնում են Հելլոուինը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտերը շարունակվում են։ Ռուսաստանը պնդում է, թե շրջափակել է ուկրաինական զորքերը Պոկրովսկի ուղղությամբ, ինչը Կիևը կտրականապես հերքել է։ Զուգահեռաբար ռուսական զորքերը հզոր հրթիռային և դրոնային հարվածներ են հասցրել, թիրախավորելով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Զապորոժիայում բնակելի շենք է վնասվել։ Միջազգային լարվածությունը նույնպես սրվել է, երբ լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա որսացել են ռուսական հետախուզական ինքնաթիռ, ինչը այս շաբաթ նման երկրորդ միջադեպն է։ Դիվանագիտական դաշտում Մոսկվան հայտարարել է, որ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Տոկիոն հրաժարվի հակառուսական քաղաքականությունից։ Երեկ Համասը հրադադարի շրջանակում իսրայելցի 2 մահացած պատանդի մարմին է հանձնել։ Ի կատարում են համաձայնագրի պայմանների։ Այս քայլին սակայն նախորդել էր հրադադարի կոպիտ խախտում, երբ Իսրայելը շաբաթվա սկզբին մահաբեր հարվածներ էր հասցրել Գազայի բնակելի շենքերին։ Իսրայելը հարձակումը հիմնավորել է Համասի կողմից պայմանավորվածությունները խախտումով, ինչը պաղեստինյան կողմը հերքում է, այն անվանելով չհիմնավորված էսկալացիա, մինչդեռ Գազայի բնակիչները հայտնվել են հուսահատության մեջ, տալով զոհեր և բախվելով նոր ավերածությունների։
Երուսաղեմում պարտադիր զինվորական ծառայության դեմ ուլտրաօրթոդոքս հրեաների զանգվածային ցույցը ողբերգական ավարտ է ունեցել։ 15-ամյա դեռահասը մահացել է բարձունքից վայր ընկնելու հետևանքով։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ, հիմնականում սև ավանդական հագուստով տղամարդիկ, փակել էին քաղաքի գլխավոր մուտքը, բողոքելով զինծառայությունից իրենց համայնքի համար երկար տարիներ գործող ազատման արտոնությունը վերացնելու դեմ։ Այս հարցը խորը պառակտում է առաջացրել իսրայելական հասարակության մեջ եւ քաղաքական լուրջ ճգնաժամ է հարուցել, մեծացնելով ճնշումը վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցիայի նկատմամբ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիա կատարած իր առաջին այցի շրջանակում Անկարայում հանդիպել է նախագահ Թայիպ Էրդողանի հետ, քննարկելու Ուկրաինայի եւ Գազայի պատերազմները, սպառազինությունների ոլորտում համագործակցությունը, միգրացիան եւ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների բարդ խնդիրը։ Պաշտոնական դիմավորման արարողությամբ մեկնարկած բարձր մակարդակի բանակցություններից առաջ Մերցն այցելել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան եւ հանդիպել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Տասնյակ հազարավոր ուխտավորներ օր ու գիշեր հերթ են կանգնում այցելելու աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցին՝ Ռումինիայի նորաբաց ազգային մայր տաճարը։ Տաճարը, որը կդառնա Ռումինիայի ուղղափառ եկեղեցու նոր կենտրոնը, պաշտոնապես ոցվել է Կիրակի օրը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջինի եւ Ռումինիայի պատրիարք Դանիելի գլխավորած հանդիսավոր արարողության ժամանակ։ Բյուզանդական ոճով կառուցված 127 մետր բարձրությամբ այս հսկայական կառույցը կարող է տեղավորել 5000 հավատացյալի եւ դիմակայել մինչեւ 8.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը Սպիտակ տանը շարունակել են Հելովինի ավանդույթը, հյուրընկալելով քաղցրավենիքի համար եկած երեխաների։ Բազմաթիվ երեխաներ հագնված էին մուլտֆիլմերի եւ կինոնկարների հերոսների եւ նույնիսկ հենց Թրամփի կերպարով։ Հերթ էին կանգնել նախագահական զույգից քաղցրավենիք ստանալու համար։ Տոնական միջոցառման ընթացքում երեխաները նախագահից ստացել են ոչ միայն քաղցրավենիք, այլև ինքնագրեր։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Իսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունները 100-ից ավելի զոհ կա, ի դեպ Գազայից մի պաղեստինցի հայտնվել է Հայաստանում, մենք գտել ենք նրան, զրուցել, նա պատմել է այն, ինչ տեսել է այս 2 տարիների ընթացքում։ Ինչերի միջով է անցել, պատահաբար ողջ մնացել, բայց կորցրել 2 եղբայրներին։ Պատերազմի սարսափներն առաջին ձեռքից Դավիթ Գենջոյանի ռեպորտաժում։ Անուն Աստծո, ողորմածի, գթառատի, ողջույն, ես Աբդուլռահման Ռադվան Աջլանն եմ Պաղեստինից, Գազայի հատվածից։ Հիմա ես այստեղ եմ, Հայաստանում։ Որոշակիորեն հանգիստ կյանք էր, բայց պատերազմի սպասման լարվածություն կար, որովհետև Գազայի հատվածը շուրջ 20 տարի շրջափակման մեջ է։ Ամեն տարի կամ 2 տարին մեկ լինում էին բռնկումներ, փոքրիկ պատերազմներ, տնտեսական կյանքը շատ բարդ էր, երիտասարդները գաղթում էին Եվրոպա, կյանքը շատ դժվար էր։ Հոկտեմբերի 7-ի գործողության մասին ոչ ոք չգիտեր, բացի Գազայի դիմադրության շարժումից։ Պատերազմի առաջին օրը Գազայի փողոցներում ուրախություն էր, քանի որ դիմադրությունը գրոհեց Զավթիչի ամրոցները եւ կատարեց իր գործը։ Հոկտեմբերի 7-ի գործողությունը։ Դրանից հետո սկսվեց պատերազմը Գազայի դեմ, բարբարոսական, անընդմեջ ռմբակոծություններ, բայց խնդիրն այն է, որ պատերազմը չի սկսվել հոկտեմբերի 7-ից։ Պատերազմը սկսվել է Պաղեստինի օկուպացիայից եւ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պայքարել Զավթիչի դեմ։ Պաղեստինը օկուպացված է ավելի քան 75 տարի, եւ ամեն տարի, ամեն ամիս եւ ամեն օր մենք ականատես ենք լինում ջարդերի եւ ցեղասպանության, ինչպես ձեզ հետ է տեղի ունեցել ցեղասպանություն։ Պատերազմն իսկապես սպասելի էր, որովհետև ամեն տարի, ամեն ամիս այնտեղ բախումներ են լինում։ Պատերազմը կարող էր լինել այսօր, վաղը, բայց մենք չէինք սպասում, որ այն կլինի ցեղասպանության մասշտաբով, որի զոհը դարձավ շուրջ 100,000 նահատակ եւ 4 միլիոն վիրավոր։ Հազարավոր մարդիկ մինչև օրս փլատակների տակ են։ Բոլոր տներն ավերվել են, հիվանդանոցները, դպրոցները, շինություններն ավերվել են, նույնիսկ ծառերն են տապալվել Գազայում։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման մասշտաբի ցեղասպանություն տեղի կունենա։
توجد في الضفة الغربية Կռվի պատճառը օկուպացիան է, օկուպացված էր մեր հողերը, յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պայքարելու վտարելու զավթիչին, մենք փորձեցինք խաղաղություն հաստատել նրանց հետ, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, ելքը չէր գտնվում, դրանք ջարդեր են իրականացնում, սպանում երեխաներին եւ կանանց, քանդում մարդկանց տները المساعدات تأتي بشكل قليل لقد غادرت قطاع غزة بمفردي لوحدي الشباب يغادرون Ես Գազայի հատվածից հեռացա մենակ։ Գազան զավթիչը 3 ուղղությամբ շրջափակել է։ Այն մեծ բանտ է, որտեղ բնակվում է 2.5 միլիոն մարդ։ Այսինքն աշխարհի ամենամեծ բնակչության խտությունը փոքր տարածքում Գազայում է։ Այն շրջափակված է ծովից եւ ցամաքից։ Միայն Ռաֆահի ուղղությունն է բաց։ Սահմանի այն կողմն էլ Եգիպտոսն է, մեր քույր երկիրը։ Եվ երիտասարդները մեկ անձի համար $5,000 են վճարում Գազայի դժոխքից դուրս պրծնելու համար։ Ես այնտեղից հեռացա եւ մնացի Եգիպտոսում, հույս ունենալով, որ պատերազմը կավարտվի, բայց այն չէր ավարտվում։ Եվ մինչ օրս հանցակետը փակ է եւ ոչ ոք չի կարողանում դուրս գալ։ Նույնիսկ վիրավորներն են մեծ դժվարությամբ դուրս գալիս դեպի Կատար, Եգիպտոս։ Եգիպտոսում եւ այստեղ ծանոթներ ունեմ Հայաստան եկած ընկերներ։ وهكذا $5,000 لكل فرد Փողով Գազայից դուրս պրծնել հնարավոր էր, երբ իսրայելական օկուպացիան դեռ չէր հասել Ռաֆայի անցակետը, բայց հիմա ոչ ոք չի կարող Գազայից դուրս գալ, բացի վիրավորներից։ للأولوية مثلا المصابون لقد استشهد 2 من إخوتي في غزة في ظل هذه Իմ եղբայրներից երկուսը նահատակվեցին Գազայում այս պատերազմից ցեղասպանական պատերազմի ժամանակ, ինչպես դուք Հայաստանի ժողովուրդը, որ նույնպես զգացել է ցավը եւ դառնությունը տեղահանության, ցեղասպանության։ Եվ ես եկա Հայաստան, որովհետեւ մենք եւ դուք շատ նման ենք մշակույթով, սովորույթներով, նույնիսկ ցավով։ Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, նրանք դեռ Գազայում են, մայրս, հայրս եւ եղբայրներս։ Մեր տունը ավերվել է, նրանք հիմա վրաններում են, տեղահանվածների ճամբարում։ والحال على ما هو إلى الآن ولا يوجد في غزة كهرباء أبدا Գազայում ընդհանրապես էլեկտրականություն չկա, 2 տարի հոսանք չի եղել։ Ինտերնետը հասանելի է շատ քիչ տեղերում, այն էլ շատ թույլ։ Գազայի ժողովուրդը հարևային էներգիայի համակարգով է փորձում մասամբ լուծել էլեկտրաէներգիայի հարցը։ يفعلون الكهرباء وهكذا الحل الوحيد لدخول دولة أرمينيا Պաղեստինցին չի կարող ուղիղ Հայաստան գալ։ Նա պետք է ունենա Պարսից ծոցի երկրներից մեկի կացության թույլատվություն։ Լինի Օման, Էմիրություններ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա։ Բայց ես գնացի մեր քույր երկիր Օման եւ ստացա նրա կացության թույլատվությունը։ Իսկ հետո եկա իմ նոր երկիր Հայաստան։ ثم جئت إلى دولة أرمينيا لقد سمعت عنهم كثيرا الأرمن Ես շատ էի լսել հայերի մասին։ Հայ ժողովուրդը առանձնատուկ տեղ ունի իմ սրտում։ Դրանք շատ լավ, բարեկիրթ եւ հարգալից, մեզ նման ժողովուրդ են։ Շատ հայեր խոսում են արաբերեն, շատ հայեր կան Եգիպտոսում, Սիրիայում եւ Իրաքում։ Եվ նրանք շատ մոտ ժողովուրդներ են մեզ, մշակույթով, սովորույթներով եւ տեղանության ու ցավի դառնությամբ։ مرارة التهجير والأوجاع تاريخ الأرمن معنا Հայերի եւ մեր համատեղ պատմությունը շատ երկար է։ Մենք նրանց գիտենք հնուց եւ նրանք մեզ հետ են ապրում։ Պաղեստինում, մասնավորապես Երուսաղեմում, Ռամալահում մեծ թվով եկեղեցիներ կան եւ նրանք մեր եղբայրներն են։ Մեզ նման հավատարիմ են ինքնությանը։ Մեզ բաժանում է միայն լեզուն եւ որոշ սովորույթներ։ Մենք ու հայերը եղբայրներ ենք։ التمسك بالهوية ونحن وهم أخوة نعيش ونكتسب نعمة الأمن والأمان Մենք ապրում եւ այլում ենք անվտանգությունն, ապահովության օրհնությունը եւ դա հիմա հիանալի է մեզ համար, որովհետեւ մենք զրկված ենք դրանից Գազայում։ Այնտեղ անվտանգ վայր չկա։ أحزمة نارية الحياة ليس Կյանքն այստեղ դժվար չէ, լավ է, ամեն ինչ գեղեցիկ է։ بالطبع لا أحد يستغني عنه Իհարկե ոչ ոք չի կարող ապրել առանց իր երկրի, եւ յուրաքանչյուր մարդ իր երկիրը համարում է ամենագեղեցիկը, բայց ես հիմա չեմ կարող վերադառնալ իմ երկիր։ Հարցրեք ինչու։ اسألني لماذا؟ لأني أنا في القطاع Որովհետև ես Ռաֆահ քաղաքից եմ։ Ռաֆահը դեռ օկուպացված է, իմ հողը զավթված է եւ ես չեմ կարող վերադառնալ այնտեղ։ ولا يمكن العودة إليها أحب الشعب الأرميني جدا Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, եւ դա ինձ համար ամենագլխավորն է։ Նրանք լավ ազնվական եւ հանգիստ ժողովուրդ են։ Ամեն առումով նրանք շատ լավ ժողովուրդ են։ السبل هو شعب جيد جدا نعم حاليا أبحث Այժմ ցանկանում եմ ապրել Հայաստանում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Շնորհակալություն, որ լսեցիք ինձ։ Իսկ այժմ վերջին օրերին բոլորիս անհանգստացնող թեմայի մասին հոկտեմբերի 27-ից կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնումներում ներգրավված են 100 ոստիկան եւ 200-ից ավելի փրկարար, աշխատանքն իրականացվում է 7 ուղղությունով։ Որոնումներին մասնակցում են նաեւ Ծափաթաղի մերձակա բնակավայրերի բնակիչներ եւ մարզի տարբեր քաղաքներից կամավորներ։ Վերջին շրջանում երեխաների կորելու դեպքերը ցնցում են բոլորիս։ Մենք փորձել ենք հասկանալ ինչ անել, որ այսպիսի դեպքեր չլինեն։
լինեն ու խոսել ենք տարբեր մասնագետների հետ։ Արդեն 4-րդ օրն է փնտրում են ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրան Հովհաննեսովին։ Տիգրանի քեռու տղան Հրաչ Սահակյանը լրագրողների հետ զրույցում պատմել է. նկատել են, որ Տիգրանը չկա այն բանից հետո, երբ նա եղբոր հետ գնացել էր իր բառերով բաղճի տակը եւ այլևս չէր վերադարձել։ Որոնումների անցնելուց եւ ոստիկանությունը հազանգելուց հետո նշել է, թե ենթադրում են երեխան կամ մոլորվել է, կամ գողացել են։ Մեր գործընկերները զրուցել են Տիգրանի մայրիկի հետ պարզելու դեպքի մանրամասները։ Ես երեք առավոտին երեխան մեկ սկեսից մինչև 2-ն եմ տեսել ու նրանց հետո երեխան չեմ տեսել։ Առավոտյան դուք չեք տարել մանկապարտեզ։ Իրան ախպերն է տարել։ Ես մտածում տեսա երեխան չկա։ Որտեղ եք դուք։ Աշխատավայրից։ Չգիտեմ ես ուր գնացած կն այդ երեխան։ Այդ երեխան հետո չգնացած են։ Մոտակայքում այսինքն։ Ոնց եք զգում։ Դա Տիգրանը 5 երեխաներից կրտսերն է, 3 եղբայր, 1 քույր ունի։ Միայնակ վերադարձած եղբայրը, որ խոսել չի կարողանում, լոգոպեդի հետ աշխատելու ընթացքում սեփական կոկորտն է ցույց տվել։ Վերջին շրջանում սա երկրորդ դեպքն է երեխայի կորելու։ Ամիսներ առաջ Մարմարիկում 2-ամյա Տիգրանին մահացած գտան։ Այդ դեպքից 5 ամիս անց մահացավ հայրը։ Երեխաների կորելու դեպքեր նախկինում էլ եղել են, պարզապես հիմա դրանց մասին լուրերն արագ են տարածվում։ Վերջին 2 դեպքերում էլ սոցցանցերում մեր ժամանակներին բնորոշ աղմուկ բարձրացավ։ Հանգամանքներից անտեղյակ մարդիկ մեղավորներ գտան։ Պետք չի ընդհանրապես գնահատական տալ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ իրավիճակ է եղել այդ պահին տանը, ծնողը ինչով է զբաղված եղել։ Այո, երեխան միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինի, անկախ ամեն ինչից։ Կորելուց սկսած, այո, չկորի երեխան, դուրս չգա տանից առանց զգուշացնելու, երեխան խոսել ենք միշտ նրա մասին, որ երեխան դուրս է գալիս, ինչով է զբաղվում փողոցում, նույնիսկ տանը, չգիտենք երեխան ինչով է զբաղվում տանը, ունենում ենք ծանր հետևանքներ։ Երեխան միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինի։ Իհարկե ոչ ոք իրավունք չունի մեղադրելու մեկին, ում չի ճանաչում կամ իրավիճակը մենք չենք իմանում ինչ ա եղել, բայց իհարկե ծնողի գործոնը մեծ է, մենք պիտի շատ ուշադիր լինենք երեխաների նկատմամբ, փոքրահասակ երեխաների հետ, եթե ինչ-որ մի բան ա լինում, ծնողի անուշադրության դեպքում ա լինում, չխոսող եղբայրը չէ, հիմա որևիցե ինֆորմացիա դժվար է ստանալ երեխայից, չի կարող պատմել, միգուցե կարող է նկարել կամ տանել ցույց տալ, բայց երեխաների հետ աշխատանք պետք է, նաև ծնողների հետ է պետք աշխատել այն դեպքերում, երբ ընտանիքը շատ երեխաներ ունեն եւ սոցիալապես անապահով են, չեն հասցնում որևիցե մի բան։ Գնդապետ Նելի Դուրյանի խոսքով երեխաների կորելու դեպքերը տարբերվում են գյուղական եւ քաղաքային պայմաններում։ Այլևս դժվար է ասել, որ գյուղական միջավայրն ավելի անվտանգ է, ինչպես թվում էր նախկինում։ Գյուղական համայնքներում այդ չկա քաղաքի նման դարպասներ, մյուսը, որտեղ երեխան չի կարող դուրս գալ փողոց։ Այնտեղ տան դիմացը բաց է, յուղի երեխաները բոլորը խաղում են։ 3 տարեկան երեխան իր եղբոր հետ դուրս է եկել, փոքրիկ է սա, փոքրիկ է նա։ Գյուղում այո, դեռ այն մտածելակերպն է, որ այնտեղ ապահով է, երեխան կարող է հանգիստ բակում խաղալ, գնա դեպի անտառի կողմը կամ գետի կողմը, բայց չէ, հիմա ապահով չի, որովհետև վտանգը ամեն վայրկյան կարող է գալ։ Պետք չի կարծել, որ հենց գողացել են երեխային, դրա համար անվտանգ է։ Չէ, բնության մեջ էլ են, չէ, վտանգները շատ։ Տիգրանի ընտանիքը սոցիալապես անապահով է։ Որոշ փորձագիտական տվյալներով Հայաստանի մանկական աղքատությունը 41% է։ Դա նշանակում է ոչ միայն եկամտային աղքատությունը, այլև ծառայությունների անհասանելիությունը, կրթական զարգացման, արտադասարանական նման զբաղվածության հնարավորությունների պակասը կամ դրանց անմատչելիությունը կամ անհասանելիությունը։ Մանկական աղքատությունը շարունակում է մնալ մեր երկրում բավական լուրջ հիմնախնդիր։ Սովոր չենք մեր երկրում ընդունված չի վաղմիջամտությունը կազմակերպել եւ դա կազմակերպած գործընթաց չի։ Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում հրշեջ մարողներ ենք։ Կա սկանդալային իրավիճակ, կա ծայրահեղ իրավիճակ, բնականաբար արձագանքում ենք եւ արձագանքում ենք արագությամբ եւ արձագանքում ենք հուսամ արդյունավետ։ Բայց խնդրեմը նրանումն է, որ այդ խնդիրները ժամանակի մեջ են զարգանում եւ խորանում, իսկ մենք մի տեսակ ուշանում ենք մեր միջամտության։ Սոցիալական աջակցություն է պետք, բացի հոգեբանական աջակցությունից, որտեղ հոգեբանական խնդիրները սկսում են սոցիալականից, չէ, երբ որ օրինակ խնդիրներ կան, չէ, այսօրվա հացի խնդիրը կա ընտանիքում։ Պիտի այդ հարցը լուծվի, որպեսզի հոգեբանական խնդիրներ լուծվի։ Եթե այստեղ բաց է, այնտեղ բնականաբար բաց է լինելու։
Միրա Անտոնյանի խոսքով ամբողջ Հայաստան աշխարհում ունենք 142 համայնքային սոցիալական աշխատող, որը ավելին է, քան 5 տարի առաջ, բայց միևնույն է, նրանց թիվը բավարար չէ վաղ միջամտության համար։ Միասնական սոցիալական ծառայություններում սոցիալական աջակցություն տրամադրող դեպքերի հետ աշխատող կամ դեպք վարող մասնագետների թիվը նույնպես խիստ սահմանափակ է ցավոք սրտի։ Մենք գործ ունենք մոտավորապես 400 թվի հետ, որը եթե նայենք աղքատության ընդհանուր մակարդակը եւ մանկական աղքատության մակարդակը, այդ թիվն էլ բավական փոքր է։ Միրա Անտոնյանը մատնանշում է 3 փոխկապակցված կարևորագույն խնդիրներ՝ համապատասխան թվով եւ որակով մասնագետներ ու մոտիվացնող աշխատանքային պայմաններ, աղքատ ընտանիքներին աջակցության բազմաբնույթ մեթոդներ եւ համապատասխան աշխատանքային մշակույթի ձևավորում, որոնց ուղղությամբ ջանքեր պետք է գործադրեն իշխանությունն ու ամբողջ հասարակությունը։ Աննա Հարությունյան, Մկրտիչ Խաչատրյան, Reopen Media։ Հուսանք, որ կորած երեխայից որևէ լուրջ կկարողանանք ստանալ այսօրվա ընթացքում եւ վերջում օրվա կադրը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ հանրապետության 3-րդ դեմք Ալեն Սիմոնյանը դիջեյություն է արել ակումբներից մեկում եւ այդ տեսանյութով կիսվել է Instagram-ի սթորիում։ Տպավորություն է, որ Սիմոնյանը մրցակցության մեջ է սրտիկներով սոցցանցերում ֆուրոր առաջացնող Փաշինյանի հետ։ Այժմի համար այսքանը, սիրելի հայրենակիցներ, թարմացված լրահոսով մենք եթեր կվերադառնանք 17:00-ին, մինչ այդ ժամը։